Վաշինգտոնը աջակցելու է Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության բանակցությունները շարունակելու համար ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերն այսպես է արձագանքել Բաքվի երեկվա հայտարարությանը, թե չեղարկվում է Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումը ամերիկացիների հայամետ դիրքորոշման պատճառով։ Մենք հորդորում ենք կողմերին ներգրավել այդ բանակցություններում, անկախ նրանից դրանք կլինեն այստեղ, թե մեկ այլ տեղում դա շարունակելու է մնալ մեր քաղաքականությունը, հայտարարել է Մեթյու Միլլերը։ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները հորդորում են չշտապել եզրակացություններ անել այն հարցում, թե հնարավոր է, որ մինչև տարեվերջ ստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը։ ԿՊԱ-ականները ամեն դեպքում բացասական են գնահատում բանակցություններից հրաժարվելու Բաքվի մոտեցումը։ Ինչպես գիտեք, երեկ է Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտնել, որ նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում նախատեսված Միրզոյան Բայրամով հանդիպումը նպատակահարմար չէ։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին ադրբեջանցիներին կառուցողական դաշտ վերադառնալու կոչ են արել ԿՊԱ-ականները։ Հրաժարումը Ադրբեջանի բացասական են գնահատում, կոչ են կանում ուրեմն ավելի արդյունավետ քննարկումների, կառուցողական քննարկումների դաշտ վերադառնալ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների մեր գործընկերները, Եվրամիության մեր գործընկերները հաստատապես կանգնած են ուրեմն խաղաղության օրակարգի կողքին, հայտնել են իրենց աջակցությունը խաղաղության օրակարգին, եւ մենք հույս ունենք, որ մեր միջազգային գործընկերների միջնորդությամբ նաեւ հնարավորություն կստեղծվի առաջիկայում ուրեմն ստեղծել այն հարթակը, որտեղ Հայաստանը եւ Ադրբեջանը կարողանան նստել եւ ուրեմն կառուցողական կերպով քննարկել խաղաղության օրակարգը։